Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, այս օրերին Երևանը դառնում է բնության և մշակույթի սիրահարների կենտրոն։ Սկսվել է Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը, որն արդեն 13-րդ անգամ է համախմբում կինոյի, մշակույթի և բնապահպանության սիրահարներին։ Փառատոնի այս տարվա խորագիրն է համակեցություն մարդկանց և բնության միջև։ Այսօր մեզ հետ է փառատոնի համակարգող Սոնա Քալանթարյանը, ում հետ կխոսենք ինչ հետաքրքիր ցուցադրություններ ու միջոցառումներ են սպասվում և ինչու է փառատոնը կարևոր նաև մեր երկրի համար։ Բարի առավոտ Սոնա, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք և ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալություն ձեզ, որ ընդունեցիք ինձ։ Ինչպես եք սկսել օրը։ Շատ լավ, հիմա փառատոնի կենտրոնական եռուզեռի մեջ ենք իհարկե եւ բնականաբար 24/7 աշխատանքի մեջ ենք, որպեսզի հանդեսատեսին կարողանանք լավագույն փորձառություն տանք, բայց կարծում եմ շատ լավ սկիզբ էր եւ այդպես էլ կշարունակենք։ Արդեն իսկ նշեցի, որ 13-րդ անգամն է ինչ փառատոնն իրականացվում է, ինչով է այս տարվան առանձնանում նախորդներից։ Ամեն տարի փառատոնը յուրահատուկ հարթակ է հանդիսանում իրականում բնապահպանական տարբեր խնդիրների մասին խոսելու։ Այս տարի խոսում ենք մարդկանց եւ բնության համակեցության մասին եւ մեր բոլոր ֆիլմերը փորձում են դրան անդրադառնալ այս կամ այն անկյունից դիտարկելով դրանք եւ յուրահատուկ է փառատոնը այդ առումով, քանի որ շատ կարեւոր է այսօր մարդկանց համար եւս մեկ անգամ խորհել եւ անդրադառնալ ինչպիսին է մեր հարաբերությունը բնության հետ եւ ինչ քայլեր մենք կարող ենք անել, որպեսզի այդ ներդաշնակությունը վերականգնենք եւ կարողանանք ունենալ ավելի լավ շրջակա միջավայր։ Եվ գուցե ինչ-որ առումով նաև կոտրենք անտարբերությունը։ Միանշանակ։ Դարի ամենամեծ հիվանդություններից մեկը։ Կարևոր քայլերից է երևի, չլինել անտարբեր եւ լինել հոգատար այն ամենի մասին, ինչ մեր շուրջը կատարվում է, քանի որ բնապահպանական խնդիրները այսօր ոչ միայն մեզնից առանձին ինչ-որ իրողություններ են, այլ արդեն իսկ խորը իր սոցիալ-տնտեսական հետքերն են թողնում մեր կյանքի վրա, նաև առողջական, եւ պետք է երևի այդ անտարբերությունը կոտրենք եւ փորձենք ավելի մեծ փոփոխությունների հասնել։ Եվ ցավոք, որ մարդկանց մոտ հաճախ անտարբերությունը կոտրվում է այն պահին, երբ որ սկսում է, ինչպես նշեցիք, առողջության թեման շահարկվել է։ Եթե իրենց առողջությանը վնաս է, նոր կսկսեն հոգ տանել ինչ-որ բաների մասին։ Բայց հուսամ ինչ-որ տարիներ հետո նաև մենք սա կկոտրենք, կարծրատիպային այս մտածողությունը կկոտրենք եւ անկախ ամեն ինչից հոգ կտանենք այն ամենի մասին, որը ստեղծված է հենց մեր հարմարավետության համար, մեր թթվածնի համար առաջին հերթին նաև։ Փառատոնի հիմնական ուղերձն է համակեցություն մարդկանց եւ բնության միջև, ինչպես է այս գաղափարը արտահայտվում ֆիլմերի ու միջոցառումների միջոցով։ Փորձել ենք տարբեր կերպ անդրադառնալ թեմային, ինչպես նախորդիվ նշեցի, բազմաթիվ ֆիլմեր, բոլոր ավելի ճիշտ ֆիլմերը 31 թվով անդրադառնում են հենց այս թեմային։ Ֆիլմեր կան, որտեղ մեզ տալիս են այդ հույսը, որ մենք կարող ենք այդ համակեցությունը վերականգնել, ներդաշնակությունը վերականգնել եւ ունենալ այդ բոլորից երազած ապագան։ Ֆիլմեր կան, որտեղ ավելի շատ անդրադառնում ենք այդ կործանիչ իրողություններին, երբ որ մարդիկ ընդհակառակը չեն հետևում ներդաշնակությունը վերականգնելուն եւ ինչ աղետալի արդյունքներ կարող են դրանք բերել։ Տարբեր դոկումենտալ ֆիլմերի միջոցով եւ աշխարհի տարբեր ծայրերից ֆիլմերի միջոցով մենք փորձում ենք հենց այս դինամիկան ցույց տալ հանդիսատեսին եւ եւս մեկ անգամ խնդրել, որպեսզի խորհեն այս թեմայի շուրջ։ Ինչպես նաեւ բազմաթիվ աշխատարաններ ունենք այս թեմայի շուրջ, ինչպիսին է մեր հարաբերությունը ընտանի կենդանիների հետ, ինչպիսին են մեր հարաբերությունները վայրի կենդանիների հետ, որոնք անազատության մեջ են, ինչպես կարող ենք դրանք կանխել, ինչպես կարող ենք մենք ունենալ պատասխանատու էկոտուրիզմ, երբ որ անգամ ուղղակի քայլարշավի ենք դուրս գալիս, ինչպես անենք, որպեսզի մեր հետքը չմնա բնության մեջ եւ ընդհակառակը լինի ավելի կայուն։ Եթե լինեն հետքեր, ապա միայն ոտնահետքերի տեսքով, հա։ Միանշանակ, այո։ Եվ այդպես տարբեր դասընթացներ, տարբեր աշխատարանների միջոցով նաեւ փորձելու ենք դա անել։ Ինչ եք կարծում այս 13 ամեն տարի մեկ անգամ է անցկացվում, այո։ 13 տարիների ընթացքում փոփոխությունները զգալի են ընկալումների տեսանկյունից։ Կարծում եմ միանշանակ շատ մեծ փոփոխության ենք հասել, թեև 13-րդ թողարկումն է, սակայն փառատոնը գոյություն ունի 2006 թվականից եւ գրեթե 20 տարվա ընթացքում, այո, այնքան շատ են չեք պատկերացնի երիտասարդները, արդեն անգամ մեծահասակները, ովքեր գալիս են հիշելով, որ դեռևս տարիներ առաջ Արևորդին իրենց կյանքում առաջին բնապահպանական փորձառությունն է եղել եւ մինչ օրս նրանք պատասխանատու եւ հոգատար են բնության հանդեպ։ Եվ
այդպիսի մարդիկ հարյուրավոր են, որ դիմում են մեզ, մասնակցում են մինչ օրս փառատոնին, եւ հենց այդ փոփոխությունն էլ, որ մենք ձգտում ենք ունենալ հանրության մեջ, եւ այդ արդյունքները շատ ուրախալի են, եւ կարծում եմ տարեստարի ավելի շատ կմեծանա մեր հանդիսատեսը, մեզ հետ ֆիլմեր դիտողները, մեր միջոցառումներին մասնակցողները, եւ դրանով էլ արդեն շատ մեծ փոփոխություն կունենանք։ Շատ լավ, ծրագրում ընդգրկված են աշխարհահռչակ անուններ, Լեոնարդո Դիկապրիոյի պրոդյուսերական աշխատանքներից մինչև Միյաձակի Արքայադուստր Մոնոնոկեի 4K ցուցադրություն, ինչ կարևորություն ունի այսպիսի ֆիլմերի, բարձրորակ ֆիլմերի ցուցադրությունը Երևանյան, Հայաստանյան միջավայրում։ Եթե լինեմ անկեղծ, առհասարակ բնապահպանական ֆիլմերի, մանավանդ բնապահպանական դոկումենտալ ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը այդքան էլ բարձր չէ։ Եվ գուցե այստեղ շատ բարձ բացատրություն կա, որ շատ հաճախ մարդիկ չեն ուզում առելեցվել այն մեծ խնդիրներին, որոնց մասին մենք ուզում ենք բարձրաձայնել։ Եվ մեր նպատակն է նաև այս մեծ անուններով ֆիլմերը բերել ցուցադրել Երևանում հայերեն ենթագրերով, որպեսզի թե ավելի շատ հանդիսատեսներ գրավենք, թե նաև ցույց տանք, որ անկախ մարդկանց հայտնության աստիճանից բոլորն էլ իրականում ինչ որ պահի լծում են այդ աշխատանքին բնապահպանական խնդիրների լուծման եւ շատ հաճախ այս թեմաները ուղղակի մեկ հասարակ մարդու մասին են, որ կկարողանա շատ մեծ փոփոխություն անել եւ այս հայտնի ֆիլմերի միջոցով, հայտնի անունների միջոցով փորձում ենք հենց այդ մեսիջները հասցնել հանդիսատեսին։ Եվ իհարկե շատ կարևոր է նաև թողնել այդ ֆիլմային հետաքրքրության եւ մեծ ծանոթ անուններին անուններով հանդիսատեսին որոնք գուցե նաև կուրքեր են ինչ որ առումով երկրպագուների շրջանում, օրինակ ինչպես Դիկապրիոյի պարագայում է եւ առավել գրավիչ է բնականաբար գնալ դիտել իր պրոդյուսերական աշխատանքը, գուցե կան նաև մարդիկ, որ չեն էլ մտածում, որ Լեոնարդո Դիկապրիոն առասարակ հետաքրքրված է բնապահպանական խնդիրներ լուծելով մարդ-բնություն հարաբերություններով։ Այո, միանշանակ եւ դա շատ հետաքրքրող ֆակտոր է կարծում եմ շատ մեծ հանդիսատես գրավելու հարցում եւ ամեն տարի էլ փորձում ենք նման ֆիլմեր իրականում ներգրավել, որոնք որևէ կերպ չեն զիջում իրենց որակով եւ բովանդակությամբ։ Շատ լավ, խոսենք նաև բացի ֆիլմից փառատոնը այլ ինչ առանձնահատկություններ ունի մշակութային, ինչ բաղադրիչներ են ներառված, օրինակ կենդանիների դիմակահանդես շքերթ կա, ես գիտեմ, ինչպես է այն իրականացվելու։ Կենդանիների դիմակահանդես շքերթը շատ հետաքրքիր միջոցառում է, որը հենց այսօր էլ տեղի է ունենում իրականում Երևանի կենտրոնական փողոցներում, հավաքվում ենք հարյուրավոր աշակերտների հետ, ովքեր նախապես արդեն դիմել են մեզ եւ պատրաստել են հատուկ հանդերձակ վերամշակված, վերօգտագործված տարբեր նյութերից եւ այդ հանդերձանքները մարմնավորում են տարբեր կենդանիներ, վտանգված կենդանիներ թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր ծայրերից եւ մի մեծ շքերթով Երևանի կենտրոնական փողոցներով քայլերով մենք փորձում ենք ցույց տալ, որ այսքան վտանգված կենդանիներ կան եւ երեխաների ձայներով բարձրաձայնել դրանց պահպանության կարեւորությունը։ Շատ սիրելի միջոցառում է կարծում եմ Երևանի համար։ Նախորդող տարիներին եւս եղել է այս շքերթը։ Այո, մի քանի տարի իրականում դադար արեցինք, բայց անցած տարի էլ ենք արել եւ այս տարի ավելի քան 400 աշակերտ է մեզ միացել, որոնց կեսից ավելին մարզերից պիտի գան Երևան եւ բոլորով պիտի այդ իրազեկվածությունը բարձրացնենք եւ ցույց տանք, որ այդ գեղեցիկ, բարի եւ ուրախ ձևերով էլ մենք կկարողանանք նաեւ շատ մարդկանց իրազեկվածություն տալ, որ այսքան կենդանիներ կան վտանգված եւ գուցե մենք ինքներս էլ կկարողանանք ինչ-որ մի բան անել այդ մասին։ Միայն Երևանի կենտրոնում է շքերթը իրականացվում, թե այլ հատվածներում եւս։ Երևանի կենտրոնում Շահումյանի հրապարակից Հանրապետության հրապարակով քայլելու ենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ փոքրիկ համերգային նաեւ ելույթ կլինի երեխաների համար, ինչը նաեւ փոքրիկ տոն է դարձել շատ երեխաների համար եւ շատ մեծ ողջավորությամբ են դա մասնակցությունը իրենց ապահովում եւ վերջում նաեւ լավագույն խմբերը պիտի մրցանակներ ստանան, որը ամեն կերպ ողջավորում եք փաստորեն, որ կարողանաք ներգրավել միանշանակ եւ իրականում կզարմանաք, որքան ստեղծարար են երեխաները եւ ինչքան հիասքանչ կոստյումներ են ստեղծում պարզ թափոններից, որ գուցե երբեք մեր մտքով էլ չանցնել, որ դրանք կկարողանան այդպեսի փոքրիկ արվեստի գործեր դառնալ։ Իսկ այ Երևանի անցորդների արձագանքը ինչպիսին է սրան, նայում են, հետաքրքրվում են, հարցուփորձ անում են, սա ինչ շքերթ է, սա ինչ միջոցառում է գուցե։
Միանշանակ առաջինը զարմանքն է, որովհետև կարծում եմ բոլորս է կզարմանանք, եթե տեսնենք պարզապես փողոցով քայլելուց, որ մոտ 400 երեխա կենդանակերպ քայլում էր մեր կողքով։ Բայց նաև միշտ տեսնում եմ, որ անչափ հետաքրքրվածություն կա, որովհետև սա մի միջոցառում է, որ անկախ իր համապատրաստից լինելուց մարդկանց փորձում է գրավել եւ հետաքրքրվում են, հարցնում են, կանգնած մեքենաները անպայման ուզում են իմանալ ինչ է կատարվում։ Շատ հաճախ ուղղակի անցորդները, եթե ինչ-որ հստակ տեղ չեն գնում, միանում են մեզ եւ իրականում ես էլ եմ խրախուսում շատ հաճախ, եթե տեսնում եք, միացեք մեզ, մենք միշտ բաց ենք նոր մարդկանց համար։ Զբոսաշրջիկները հետաքրքրվում են, նկատել եք հետաքրքրվածություն։ Այո, իրականում շատ հետաքրքրված են դրանով նույնպես, որովհետեւ իսկապես շատ գունագեղ եւ անսպասելի միջոցառում է բոլորի համար լինում։ Եվ ամեն տարի տարբեր կերպ է բնականաբար դա անցկացվում, հաշվի առնելով մասնակիցների քանակի, ձևի փոփոխությունը, կենդանիների կերպարների փոփոխությունը։ Այո, միանշանակ, օրինակ այս տարի շատ հետաքրքիր կերպարներ պիտի ունենանք համաշխարհային վտանգված տեսակներից, կարմիր պանդայից, մեր ջրաշուշանները հայկական, որոնք վտանգված են, բույսերի եւ կենդանիների ամենամեծ բազմազանությունն է մեզ սպասում Երևանի կենտրոնում։ Շատ լավ, այս միջոցառումից բացի այլ ինչ հետաքրքիր մշակութային բաղադրիչներ ունենք։ Ինչպես նշեցի, աշխատարաններն են դրանք եւ ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներն են։ Պիտի նշեմ նաեւ, որ բոլոր ֆիլմերը եւ այլ միջոցառումները բաց են, անվճար եւ միշտ սպասում ենք նոր հանդիսատեսի, այնպես որ դեռևս 2-3 օր կա, կխրախուսեմ բոլորը այցելեն կինոյի տուն։ Տարբեր ժամերի ունենք հետաքրքիր ֆիլմի ցուցադրություններ հայերեն ենթագրերով, որը հասանելի է դարձնում նաեւ հայ հանդիսատեսի համար բոլոր այդ միջազգային ֆիլմերը, այնպես որ շատ կխրախուսեմ գալ, որովհետեւ անպայման մի հետաքրքիր բան սովորած եւ շատ մեծ ոգևորությամբ հետ կդառնան։ Որ ժամից որ ժամն է, ամեն օր դեռ 2-3 օր կա, ասեցիք ավարտին։ Ամեն օր ժամը 2-ից մինչև երեկոյան 7-ը ցուցադրություններ ունենք եւ մեր օրակարգը հասանելի է թե on-line, թե կինոյի տանը, այնպես որ մարդիկ կարող են պարզապես ուղղակի գալ, անգամ եթե օրակարգ չգիտեք, այցելեք կինոյի տուն, մենք ձեզ կուղղորդենք։ Շատ լավ, խոսենք նաև COP17-ից, որը հյուրընկալելու է Հայաստանը 2026-ի հոկտեմբերին COP17-ը, այս մասով որքանով է կարևոր համարում բնապահպանական իրազեկվածությունը մարդկանց շրջանում։ Սա շատ կարևոր միջոցառում է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովն է Հայաստանը մյուս տարի հոկտեմբերին հյուրընկալելու եւ բոլորս ունենք մեր դերը այստեղ։ Սա երևի Հայաստանի պատմության մեջ մեծագույն միջոցառում է եւ աշխարհի բոլոր երկրներից Հայաստանն այցելելու մեծ քանակով մարդիկ, թե պետական պաշտոնյաներ եւ թե տարբեր ՀԿ-ներից ներկայացուցիչներ եւ հիմնական թեման լինելու է կենսաբազմազանության պահպանությունը։ Եվ նման տասնյակ հազարավոր հյուրերին հյուրընկալելու դեպքում նաև մենք պիտի պատրաստ լինենք ցույց տալ, թե ինչպիսի կենսաբազմազանության տեսանկյունից հարուստ երկիր է Հայաստանը։ Շատերը չգիտեն, բայց Հայաստանը համարվում է կենսաբազմազանության կիզակետ, Կովկասյան եւ Իռանո-անատոլիական կենսաբազմազանության կիզակետերի կենտրոնում է Հայաստանը գտնվում, ինչը նշանակում է, որ 1 քառակուսի մետրի վրա Հայաստանում կան շատ ավելի բազմազան տեսակներ բույսերի, կենդանիների, քան աշխարհի այլ կետերում, որ կարելի է հանդիպել։ Եվ այս գիտելիքները կարևոր են մեզ համար, թե ցուցադրելու մյուսներին եւ թե եւս մեկ անգամ հիշելու եւ իրազեկվելու, որքան կարեւոր է մեր համար բնապահպանական տարբեր քայլեր իրականացնել։ Եվ COP-ին ընդառաջ բոլորս էլ պետք է աշխատանք տանենք մեր վրա, ել ավելի հետաքրքրվելու բնապահպանական թեմաներով, սկսած ամենահասարակ մարդկանցից եւ բնակիչներից մինչեւ մեծ բիզնեսների տնօրեններ բոլորս պիտի ինչ-որ ձև ներգրավենք, մեր օրակարգ ունենանք, որովհետեւ սա նաեւ շատ մեծ հնարավորություն է զբոսաշրջային տեսանկյունից։ Տասնյակ հազարավոր մարդիկ են գալու մոտ 2 շաբաթվա ընթացքում Հայաստան եւ ոչ մեկս անմասն չենք մնալու դրան, այնպես որ կարծում եմ ավելի քան կարևոր է այսօր խոսել բնապահպանական թեմաներից եւ նման միջոցառումներին հաճախել, նման միջոցառումներ կազմակերպել։ Որպես փառատոնի համակարգող մարտով այս գործի մեջ է նրբություններին է տիրապետում, բացի մշակույթի միջոցով այս գիտակցությունը տեղ հասցնելը։ Ինչ եք կարծում, այլ գործիքակազմ պետք է, գուցե պետական մակարդակով է ինչ-որ բան պետք անել, ինչ-որ թեկուզ սիմվոլիկ տուգանքներ սահմանել, ինչպես է որ մարդիկ
մարդիկ հիմա կարելի ասել քիչ են սկսել ոչ թույլատրելի տեղերով փողոցը անցնել, չէ՞։ Գուցե պետք է նման ինչ-որ փոքրիկ տուգանքներ, որ այսինչ բանը պետք չէ վնասել, կենդանու հետ պետք չէ, չնայած ունենք նման կարգավորում կենդանիների հետ վատվարվելու մասով, բայց թեկուզ կանաչապատ տարածքով պետք չէ քայլել, հա, ոտքով, եթե պետք չէ, եթե նախատեսված չէ, ինչ եք կարծում, նման միջոցառումներ արժե իրականացնել։ Իմ կարծիքով ամենագործուն միջոցները դրանք կրթական միջոցառումներն են։ Սովորաբար շատ կետերում մեր օրենսդրական կարգավորումները բավարար են։ Պարզապես իրազեկվածության մակարդակն է շատ ցածր, շատ հաճախ լինում եւ շատ հաճախ մարդիկ ինքները չեն գիտակցում, որ անում են մի բան, որը գուցե վնասում է բնությանը կամ մեր շրջակա միջավայրին։ Եվ Արևորդի փառատոնը իր հենց հիմքում նաեւ ունի մեկ ուրիշ նախաձեռնություն, Արևորդի էկոակումբները, որը կարծում ենք մեր տեսանկյունից ամենաազդեցիկ ձևերից մեկն է, բացի իրազեկվածության բարձրացումը, կրթության միջոցով դա անել։ Եվ իհարկե կրթությունը ուղղորդել երիտասարդ սերնդին, քանի որ նրանք ավելի բոցավառված են, ավելի պատրաստ են նոր փոփոխությունների եւ նրանք են մեր ապագայի փոփոխող ուժը։ Եվ այդպես մենք ունեցել ենք հազարավոր աշակերտներ, որ ամիսների ընթացքում մասնակցել են տարբեր բնապահպանական դասընթացների, թե Երևանում, թե Հայաստանի տարբեր մարզերում, եւ այսօր կտեսնենք այդ մարդկանց իրականում բնապահպանական առաջամարտիկների շրջանակներում, ինչը շատ կարեւոր է եւ ցույց է տալիս իրականում այդ հաջողությունը կրթության միջոցով։ Բնականաբար կարելի է ավելի շատ նախաձեռնություններ նման անել եւ ավելի շատ մարդկանց ներգրավել եւ կարծում հենց դա պիտի լինի այդ մեծ փոփոխությունը, որ արդեն մարդիկ անգամ եթե չգիտեն ինչ-որ օրենքի, ինչ-որ կարգավորման մասին կամ անգամ եթե նման կարգավորում չկա, ինքները արդեն գիտակցեն եւ չանեն ինչ-որ բան, որ կվնասի։ Շնորհակալ եմ, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք Սոնա Քալանթարյանի հետ, ով համակարգողն է Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի։ Մեր ամբողջ զրույցը ուղղված էր հենց փառատոնին, իսկ ովքեր հետաքրքրված են բնապահպանական նախաձեռնություններով, առհասարակ բնություն-մարդ փոխհարաբերություններով, կարող եք առաջիկա օրերին դեռ հասցնել եւ այցելել կինոյի տուն ժամը ցերեկը 2-ից մինչեւ երեկոյան 7-ը եւ մասնակիցը դառնալ այնտեղ ցուցադրվող ֆիլմերին, որոնք ունեն հայերեն ենթագրեր, միջազգային մասշտաբի ֆիլմեր են, որոնք ուղղված են բնապահպանական նախաձեռնություններին, կամ կարող եք օնլայն հարթակով հետևել տեղից եւ գուցե դուք էլ զգաք այդ կարեւորությունը արդեն ֆիլմերը դիտելու մակարդակով։ Ուրախ եմ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, ձեզ դրական լիցքեր եմ մաղթում ոչ միայն այսօր, այլև ամբողջ շաբաթվա ընթացքում։ Դեռ կհանդիպենք ձեզ հետ Արմինե Թովմասյաններ։